Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, երեք համացանցում տարածվեցին լուրեր, որ Երևանի Յավուռովի անվան թիվ 131 դպրոցում տեղի է ունեցել հրդեհ։ Այսօր վաղ առավոտյան Երևանի ավագանու մայր Հայաստան խմբակցության անդամները այցելություն են կատարել դպրոց, խոսել են տնօրենի հետ։ Խնդրեցինք, որպեսզի տնօրենը, դպրոցի տնօրենը Տիկին Զաքարյանը անմիջապես բացատրի, թե մանրամասնություններ ներկայացնի, թե ինչ է եղել իրականում։ Խնդրեմ Տիկին Զաքարյան։ Երեք մեծ դասամիջոցի ընթացքում է եղել միջադեպը, առաջին հայացքից և առաջին հնարավոր վարկածը խցիկում, էլեկտրական խցիկում կարճ միացման հավանականությունն է։ Մենք փորձել ենք օպերատիվ լինել և մեր քայլերում լինել հնարավորինս սթափ, սառնասիրտ և գրագետ, որովհետև մեծ դպրոց է և պիտի կառավարելի սարքեինք երեխաների ոչ միայն տվյալ պահին այդ հարկի դատարկելը, այլ նաև առհասարակ երեխաների շարժը դպրոցում, այդ իմաստով շնորհակալ եմ իմ բոլոր դասպետներին, որոնք օպերատիվորեն ամեն մեկը իրենց դասարանի հետ և ծնողական համայնքի հետ կապը անմիջապես պահելով կարողացել են գրագետ տարհանել երեխաներին։ Անկեղծ ասած, եթե մենք իմանայինք, որ կկարողանայինք այդքան արագ այդ լոկալ կրակը անջատել, գուցե այս աստիճան չծավալվեինք, բայց դե գործ ունենք երեխայի և մարդու կյանքի հետ, դրա համար մեր քայլերը եղել են դիմել ենք 911 ծառայություն, արագ հոսանքազրկել ենք դպրոցը, ծնողական համայնք, դասղեկ տարհանումն ենք օպերատիվ կազմակերպել և մինչև 911-ի մեզ մոտենալը, ինչը որ ի պատիվ իրենց եղել է շատ էլի օպերատիվ և արագ, մենք արդեն մարել էինք այդ, ինչ ասեմ, պայմանական հրդեհը։ Կարճ միացում։ Այսօր դասապրոցեսը ոնց տեսնում ենք ընթանում է։ Այսօր երեկոյան ես նույնիսկ կարող եմ ձեզ տալ, թե ինչ ուղերձ են ուղարկել երեխաներին և ծնողներին, որը դրել ենք դասարանական խմբերում, որպեսզի նախ հանգստանան, նախ նորից առաջին ձեռքից լսեն ինֆորմացիան, ինչ է տեղի ունեցել և երեխաներին ապահով ուղարկեն դպրոց, ինչը որ դուք այս պահին տեսնում։ Շնորհակալություն։ Ուրեմն դպրոցը մեծ դպրոց է, 1300 աշակերտով, 111 ուսուցիչներով դպրոց է։ Դպրոցը գտնվում է նորմալ վիճակում, այսօր դասընթացները նորմալ ընթանում են։ Դպրոցում ոչ մի հրդեհի հետ չկա, բացի այդ փոքր կտորը, որ տեսնեք տեսանյութում, որտեղ որ կարողացել են տեղում օպերատիվ կերպով դպրոցի աշխատակիցները, փոխտնօրենը եւ տնտեսական գծով ուրեմն փոխտնօրենը հարցի լուծում տա, հոսանքազրկի դպրոցը եւ այդ փոքր հատվածը մեկուսացնի, փոքր հրդեհված հատվածը մեկուսացնի։ Խոսել ենք տնօրենի հետ, բոլոր անվտանգային միջոցառումները տնօրենի հավաստմամբ կատարվել են, թե 911 կանչով, թե տարհանմամբ։ Այնտեղ վերևում մենք այցելեցինք եւ բարձրացանք 4-րդ հարկ, տեսանք անմիջապես այդ փոքրիկ հատվածը, որտեղ կրակ էր եղել, շատ փոքր էր, հավանաբար կարճ միացման հետևանք է եղել, որը ամբողջությամբ դպրոցի տնօրինությունը, տնտեսական գծով փոխտնօրենը իրենց ջանքերով մարել են մինչև 911-ի գալը։ Այսպիսով դպրոցը իր բնականոն աշխատանքին է, աշակերտները դպրոցում են եւ ամեն ինչ ավարտված է։ Կարևոր է, որ վահանակը գտնվում էր այնպիսի հատվածում, աստիճանավանդակի անմիջապես վերևի հատվածում, եւ դասարաններին, այնտեղ եթե նույնիսկ ինչ-որ կրակ է լիներ, դասարաններին վնաս հաստատ չէր լինելու, պարզապես երեխաները վախեցել են երևի այդ պայթելու այդ ձայնից։ Արձանագրում ենք այս պահին, որ դասապրոցեսը ընթանում է առանց որևէ խոչընդոտի, դասապրոցեսը չի խաթարվել եւ երեխաներին մաղթում ենք գիտելիքահեն, ուսումնական օր եւ ուսուցարվա շարունակություն։